Տեղական որոշումների կայացման գործընթացներում փախստականների ներգրավման նպատակով ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից 2024 թվականին ընտրվեցին 5 հասարակական կազմակերպություններ։ Կազմակերպություններին տրամադրվեց նույնաչափ բյուջե խմբային քննարկումների միջոցով ներգրավելու 1200 փախստական, քաղաքացիական մասնակցության գրագիտության բարձրացման եւ համայնքի կառավարման մեջ իրենց ներգրավվածությունն ապահովելու համար։ Գործունեությունը ծավալվեց Հայաստանի այն համայնքներում, որտեղ բնակվում են փախստականները, կիրառելով հետեւյալ մոտեցումները՝ ստանդարտացված բովանդակություն եւ գործիքակազմ, հետադարձ կապ եւ հաշվետվողականություն, շաբաթական քոուչինգ։ 6000 փախստականների հետ աշխատելու նպատակով ներգրավվեցին համայնքային առաջամարտիկներ, մասնավորապես համայնքի կանայք եւ երիտասարդներ, ներառյալ փախստականներ, որոշում կայացնողներ եւ առաջնորդներ եւ սոցիալական աշխատողներ։ Նրանց կարողությունները հզորացվել են հետեւյալ ուղղություններով. ինչ է տեղական ինքնակառավարումը, ինչպես մասնակցել տեղական որոշումների կայացմանը, որոնք են փախստականների ներգրավման ռազմավարությունները, ինչպես աշխատել փախստականների հետ։ Իսկ կարողությունների զարգացումն իրականացվեց երկօրյա դասընթացավարների ուսուցմամբ, մենթորությամբ, համայնքային ցանցի ստեղծմամբ։ Այսպիսով 6 ամիսների ընթացքում կազմակերպություններն ընդգրկեցին ավելի քան 6000 փախստականներ, իրականացնելով հանդիպումներ տարբեր լսարանների կարիքներին համապատասխանող ձևաչափերով եւ գերազանցելով նախնական ցուցանիշը։